Համագումարի հարգելի մասնակիցներ, հարգելի պարոն նախագահ։ Թույլ տվեք ձեզ հետ կիսվել իմ կարծիքով հրատապ մի քանի խնդիրների շուրջ իմ մոտեցումներով։ Այս խնդիրներն առնչվում են ներկայիս քաղաքական զարգացումներում մեր կուսակցության անելիքներին։ Եթե փորձենք հետադարձ հայացք գցել մեր կուսակցության անցյալին, ապա նույնիսկ Եթե փորձենք հետադարձ հայացք գցել մեր կուսակցության անցյալին, ապա նույնիսկ ամենամակերեսային վերլուծությունն ակնհայտորեն կփաստի մի պարզ ճշմարտություն։ ԱԺՄ կուսակցությունը եղել է անկախության գաղափարի երդվյալ կողմնակիցը եւ մեր ժողովրդի վաղձալի նպատակի իրականացման առաջամարտիկը։ ԱԺՄ-ն այսօր էլ շարունակում է հավատարիմ մնալ քաղաքական իր այդ դավանանքին։ Մեզ համար հայոց պետականության ինստիտուցիոնալ կայացումը այն է սեփական ուժերով սեփական ճակատագիրը կերտելու կայուն ազգային կարողությունների ձևավորումը եղել եւ մնում է մեր քաղաքական առանցքային նպատակներից մեկը։ Մենք այդպես ենք մտածում 90-ական թվականներին, մենք այդպես մտածում ենք հիմա։ Արդյոք դրա վկայությունը չէ այն փաստը, որ ԱԺՄ կուսակցությունը մասնակցել է համարյա բոլոր համապետական ընտրություններին իր ուրույն կոնցեպտով եւ մեկնաբանություններով։ Այդ ամենով հանդերձ ստիպված ենք նաեւ փաստել, որ ցավոք մեր կուսակցության գաղափարները նույն էին անկախության գաղափարները չդարձան հանրության մեծ զանգվածների սեփականությունը։ Նաև անկախության առաջին տարիներին իշխանության կողմից այդ գաղափարների բառացիորեն ոտնահարման պատճառով։ Բայց այդ ամեն ինչի ականատեսը եղանք եւ շարունակում ենք լինել վերջին տարիներին, ոչ թե անկախության վեհ գաղափարների արժեզրկում է, այլ իսպառ մերժում գործող իշխանությունների կողմից։ Այժմ մենք գտնվում ենք մի շատ ցավալի իրողության մեջ։ Հայոց պետականությունը գահավիժում է եւ նրա գոյությունն ինքնին հայտնվել է արտաքին լուրջ սպառնալիքների առջև, որոնք ձևավորվել են վերջին տարիներին գործող իշխանության գործունեության արդյունքում։ Զավեշտալին այն է, որ ինքնիշխանությունը պաշտպանելու գործում մեր ժողովուրդը մնացել է միայնակ ոչ միայն թշնամիների, այլև սեփական իշխանությունների սպառնալիքներին դեմ առ դեմ։ Ահա թե ինչու մեր անկախ պետականությունը պաշտպանելու գործում գլխավոր խոչընդոտը օրվա իշխանությունն է իր ղեկավարով, այն ուղղակի սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը։ Ուստի ստեղծված իրավիճակում ընդդիմության գլխավոր նպատակը պետականության գահավիժման կասեցումն է, իսկ այդ նպատակին հասնելու առաջնահերթ միջոցը գործող իշխանությանը հեռացնելը։ Սրանում է իմ պատկերացմամբ այսօր հավաքական ընդդիմության առաքելությունը։ Այս կոնտեքստում ես կուզենայի անդրադառնալ նաև հայոց ցեղասպանությանը, հատկապես այն առումով, որ վերջին շրջանում իշխանությունն այն մոռացության տալու քարոզչություն է իրականացնում։ Մենք հայոց ցեղասպանությանն անդրադառնալիս արդարացիորեն դատապարտում ենք այն վայրագ եւ ոչրագործ քաղաքականությունը, որն իրականացվել է մեր նախնյաց հանդեպ Օսմանյան կայսրությունում 1894-ից 1923 թվականներին։ Ցեղասպանության առանձնահատկություններին անծանոթ որևէ մեկի մոտ կարող է ձևավորվել կարծիք, որ նշված ժամանակահատվածից այս կողմ հայ ժողովրդի գոյությանը սպառնացող իրադարձություններ տեղի չեն ունեցել, բայց արդյոք դա համապատասխանում է իրականությանը։ Կարծում եմ ոչ, ավելի շուտ համոզված եմ, որ ոչ։ Ինչու եմ ես այդպես մտածում։ Իրականությունն այն է, որ հայության բնաջնջման եւ հայրենազրկման քաղաքականությունը թուրքական կառավարիչների օրակարգից երբեք դուրս չի եղել։ Ուղղակի այդ քաղաքականության իրականացնողներն անցյալ դարի 20-ականներից հետո ընկած շրջանում եղել են թուրքերի կրտսեր եղբայրները, ադրբեջանցիները։ Դրա վառ օրինակը Նախիջևանի հայության ճակատագիրն էր։ Անցյալ դարասկզբի Նախիջևանում հայերը կազմում են բնակչության ամենամեծ էթնիկ մասն այն դեպքում, երբ 80-ականների վերջում Նախիջևանում որևէ հայ այլևս չկար։ Ցեղասպանությունն էլ ինչպես է լինում։
100 հազարավոր մարդիկ մի քանի տասնամյակի ընթացքում հարկադրաբար, անվերադարձ լքեցին իրենց հայրենի գյուղը, տունը, սրբավայրերը։ Արդյոք Ղարաբաղյան շարժման հիմնական պատճառն այն չէր, որ արցախցիները վճռականորեն ոտքի ելան Նախիջևանի հայության ճակատագրին չարժանանալու համար։ Միթե Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը 20-րդ դարավերջի Ադրբեջանի կառավարիչների ցեղասպան քաղաքականության փաստացի արդյունքը չէր։ Արդյոք որևէ բան փոխվել է վայրի այդ ցեղախմբի գործողություններում։ Եվ վերջապես 44-օրյա պատերազմին հաջորդած իրադարձությունները, Արցախի շրջափակումն ու հայաթափումը 23 թվականի սեպտեմբերին ռազմական բույրտ ուժի կիրառմամբ հայ պատմամշակութային հուշարձանների հանդեպ Ադրբեջանի վանդալիզմը ինչպես պետք է որակել, եթե ոչ ցեղասպանություն։ Տեղին է նշել, որ ողբերգական իրադարձությունները տեղի ունեցան Հայաստանի իշխանությունների պասիվ մասնակցությամբ, որևէ քայլ չարեցին կանխելու Արցախի հայաթափումը, սատար չկանգնեցին մեր հայրենակիցներին և միայնակ թողեցին թշնամու առջև։ Ուստի ակնհայտ է, որ հայոց ցեղասպանությունը Ուստի ակնհայտ է, որ հայոց ցեղասպանությունը 23 թվականի իրադարձություններով չի ավարտվել։ Ավելորդ չեմ համարում հիշատակել 1989 թվականի դեկտեմբերի 1-ի հայտնի որոշումը ոչ թե տարածքային հավակնությունների մասին էր, այլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայությանը ցեղասպանությունից փրկելուն ուղղված գիտակցված քայլ, և ակնհայտ էր, որ այն արտացոլումը պետք է գտներ անկախ Հայաստանի համար այնպիսի պատմական հիմնարար փաստաթղթում, ինչպիսին անկախության հռչակագիրն է։ Ուստի մենք պարտավոր ենք շեշտել, որ 88 թվականի Ղարաբաղյան շարժումը կոչված էր Արցախահայությանը զերծ պահել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունից, որպես միջոց օգտագործելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի նորմը վերջինիս ընձեռած բոլոր իրավական և քաղաքական հնարավորություններով։ Թերևս կարելի էր մեր իրականությունը խաթարող այլ հիմնախնդիրների մասին խոսել ևս, բայց այսքանով կավարտեմ ելույթս փաստելով մի շատ կարևոր հանգամանք։ Մեր կուսակցության պատմական առաքելությունը շարունակվում է մնալ պահանջարկված և արդիական։ Շնորհակալ եմ։